Խոսենք քաղաքային խնդիրների մասին, ԿՊ-ն շարունակում է շռայլ ծախսեր անել, բայց միևնույն ժամանակ հայտարարում են, որ բյուջեն ճեղքվածք ունի, ինչու չեն կրճատում շռայլությունները այդ դեպքում։ Իսկ ինչի կրճատեն, չէ՞ որ դրանով իրանք լավ են զգում, դրանով իրանք լավ են ապրում, ինչի համար կրճատեն։ Իրենց կյանքը լավացել է, բարեկեցությունը փոխվել է, իրենց արդեն ավելի բարեկեցիկ են ապրում, ինչի համար փոխեն, ինչի համար ծախսերը կրճատեն։ Բարձր պարգև աշխատավարձը ստանում են, բարձր պարգևաճարները ստանում են, ուրեմն պատավատները ունեն, ոյաժները ունեն, ինչի համար իրանց ով է բան ասելու, որ իրավապահ մարմինն է ասելու, դատախազությունը, քննիչները, թե ոստիկան, ոչ մեկ բան չի ասելու, իրանք ունեն կանաչ լույս, դրա համար էլ եւ բարձր աշխատավարձ են ստանում եւ բարձր պարգև 2025 թվականին նախատեսված է եղել 714 միլիոն դրամ պարգևաճար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար։ Ես շեշտեցի Երևանի քաղաքապետարանի։ Ինչի համար, որովհետև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկ ձեռնարկություններում այդ պարգևատրումները հասու չեն, ինչ որ իրանք են պարգևատրվում տարեկան մի քանի անգամ։ Բացի այն, որ նաև Երևանի ուրեմն ենթակայության տակ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները նաև ցածր են վարձատրվում։ Եվ ես դրա մասին նիստի ժամանակ խոսել եմ, ավականու նիստի ժամանակ խոսել եմ եւ առաջիկա նիստերի ժամանակ եմ խոսելու։ Ուրեմն տեսեք, հոկտեմբերի վերջի ավականու նիստի ժամանակ նախագիծ բերեցին, որով պետքա Երևան քաղաքում նոր կառույց ստեղծվի, նոր համայնքային կառույց ստեղծվի, որը զբաղվելու է Երևան քաղաքի երթևեկությունը կանոնակարգելով, այսինքն հայերեն ասած խելացի քաղաքի տրամաբանությամբ ցանկանում են, բայց իրանց մոտ դա խելացի քաղաք չի կոչվում, ցանկանում են երթևեկությունը կանոնակարգեն եւ այլ եւ այլ։ Հիմա այդ կառույցում աշխատելու են 74 հոգի մարդ, որոնցից մեծ մասը ստանալու է 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ։ Ուրեմն այնտեղ կան աշխատողներ, հավաքարար, էլեկտրիկ, վարորդ, 7 հոգի աշխատողներ, ովքեր ստանալու են 230 կամ 286 հազար դրամ աշխատավարձ։ Տեսեք, ուրեմն համայնքային նոր կառույց է ստեղծվում, որի շարքային աշխատողը ստանալու է ավելի բարձր աշխատավարձ, քան համայնքային ենթակայության տակ գործող պոլիկլինիկաների աշխատողները, բժիշկ բուժքույրերը, մանկապարտեզի աշխատողները, դայակ դաստիարակները կամ խոհանոցի աշխատողները, կամ երաժշտական եւ արվեստի դպրոցի դասատուները, կամ հենց համայնքային ենթակայության տակ գործող շախմատի դպրոցի դասատուները։ Նրանք ստանում են 150 հազար դրամ աշխատավարձ։ Մանկապարտեզի դաստիարակը ստանում է 161 հազար դրամ, դաստիարակի օգնականը 150 հազար դրամ։ Տեսեք տարբերությունը ինչքան է 230 եւ 150 հազար դրամ։ Ես այդ հարցը բարձրացրել եմ, որ պետքա դա արդարացի չի, որ այդ մարդիկ ցածր են ստանում։ Բարձր աշխատավարձին դեմ չեմ։ Ես այնտեղ եմ ասում, հիմա էլ եմ շեշտում։ Պետքա այդ մարդիկ, ովքեր որ հիմա ցածր են ստանում, պետքա իրենց աշխատավարձը բարձրացվի։ Եվ պետքա համապատասխանի ուրեմն այդ մարդկանց աշխատավարձը, գոնե այն աշխատավարձին, որը որ իրանք նախատեսել են այդ նոր համայնքային կառույցը ստեղծելու համար։ Վերադառնալով ձեր հարցին, բնականաբար այս մարդիկ չեն դադարելու բարձր վարձատրվելուց, դա արդեն վերաբերվում է խոսքս ավելի բարձր պաշտոնյաներին, քաղաքապետը կլինի, քաղաքապետի տեղակալները կլինեն, վարչության պետերը կլինեն։ Օրինակ քաղաքապետը ունի 7 խորհրդական, որոնք ստանում են 629 հազար դրամ աշխատավարձ։ Չգիտես նրանք ինչ խորհուրդ են տալիս Տիգրան Ավինյանին, որ քաղաքը այսպես կոլապսի մեջ է, բայց ստանում են 629 հազար դրամ յուրաքանչյուրը 7 հոգի։ Տիգրան Ավինյանի գործավարուհիները 2 հոգի, մեկն էլ չի, 2 հոգի, 357 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Հիմա համայնքային ենթակայության տակ գործող հիմնարկ ձեռնարկություններում, նույն պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում, շախմատի դպրոցներում, երաժշտական դպրոցներում քանի հոգի է այդ աշխատավարձը ստանում։ Շախմատի դպրոցի տնօրենը ստանում է 230 հազար դրամ աշխատավարձ։ Շախմատի դպրոցի ուրեմն ուսուցիչը ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ։ Պոլիկլինիկայի բուժքույրը ստանում է 75 հազար դրամ աշխատավարձ։ Դա ինչքանով է արդարացի։ Արդարացի չի։